Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ է հաստատել երկրի էներգետիկ ոլորտից $100 միլիոն գողությունը, հաղորդել է New York Post-ը, հղում անելով ուկրաինացի նախկին պաշտոնյաներին։ Հոդվածում նշվում է, որ չնայած Զելենսկին ինքը չի մասնակցել գողությանը, նա սերտորեն կապված է հանցավոր սխեմայի կազմակերպիչների հետ, այդ թվում գործարար Թիմուր Մինդիչի և նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ Թերթի աղբյուրների համաձայն Զելենսկին շահույթ է ստացել արտասահմանից դուրս հոսած միջոցներից։ Անանուն ուկրաինացի նախկին պաշտոնյաները հրատարակությանը հայտնել են, որ Ուկրաինայի առաջնորդը տեղյակ է եղել հանցավոր սխեմայի մասին և հաստատել է այն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ խոսելու իր պատրաստակամությունը լատինաամերիկյան երկրի վրա ամերիկյան հնարավոր հարվածների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին հաղորդել է Fox News-ը։ Այո, ես հավանաբար կխոսեմ նրա հետ։ Ես խոսում եմ բոլորի հետ, ասել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփը նաև պնդել է, որ Մադուրոն սարսափելի վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին, հիմնականում նախկին դատապարտյալների և թմրանյութերի ապօրինի շրջանառության ներհոսքի պատճառով, որոնք նրա պնդմամբ երկիր են մտել Վենեսուելայից։ Հանրապետականի խոսքով սա իսկական աղետ է Միացյալ Նահանգների համար։ Թրամփը նշել է, որ Մադուրոն դատարկել է իր բանտերը, ինչպես այլ երկրներ են արել նախկինում։ Եվրոպան չունի լավ պլան B Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման շուրջ ստեղծված փակուղու պայմաններում։ Նման կարծիք է հայտնել New York Times-ը։ Ուկրաինայի փողը սպառվում է և Եվրոպան չունի լավ պլան B։ Եվրամիությունը ցանկանում է ֆինանսավորել Ուկրաինայի ռազմական գործողությունները, օգտագործելով Բելգիայում Ռուսաստանի սառեցված ակտիվների վրա հիմնված վարկ։ Եթե այս նախագիծը ձախողվի, հեշտ այլընտրանք չի լինի, հաղորդել է թերթը։ Ինչպես նշել է պարբերականը, վարկային պլանը, որի համաձայն Եվրամիությունը կօգտագործի Բելգիայում Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվները, Ուկրաինային 140 միլիարդ եվրո փոխանցելու համար, պետք է ընդունվեր անցյալ ամիս դաշինքի քաղաքական հանդիպման ժամանակ, սակայն Բելգիան վերջին րոպեին անսպասելիորեն արգելափակել է այն։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կարող է պաշտոնանկ անել իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին միայն հրաժարական ներկայացնելով։ Գերագույն ռադայի նախկին падգամավոր Վլադիմիր Օլեյնիկը ներկայացրել է նախագահի աշխատակազմի հրաժարականի պայմանները։ Եթե Զելենսկին փորձի հեռացնել Երմակին, դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ գրասենյակի ղեկավարը ցուցմուն կտա Զելենսկու դեմ և կկնքի մեղքի ճանաչման համաձայնագիր քննության հետ։ Հետևաբար, եթե Կիևի ռեժիմի ղեկավարը որոշի հեռացնել Երմակին, դա կդառնա քայլ հենց իր դեմ, նշվել է հրատարակության մեջ։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի առաջնորդը կարող է հրաժարական տալ, եթե արևմտյան երկրները Զելենսկուն առաջարկեն օտարերկրյա քաղաքացիություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու միջև Կիևի կողմից ֆրանսիական Ռաֆայել կործանիչների գնման վերաբերյալ պատմական համաձայնագիրը զարմանք է առաջացրել Եվրամիությունում։ Այս մասին հայտնել է Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին։ Ուկրաինայի Gripen կործանիչներից բացի Ռաֆայել ինքնաթիռներ գնելու ծրագիրը զարմանալի է, հայտնել է անանուն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը։ Վերջինիս խոսքով Կիևը բավարար միջոցներ չունի ինքնաթիռը գնելու համար։ Նա ընդգծել է, որ այս հարցի մեծ մասը կախված կլինի արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից։